Ինչն է ամենամեծ սպառնալիքը ձեր ամուսնության համար։ Երբ Հիսուսին հարցրին, թե ինչու է Մովսեսը թույլ տվել հրեաներին ամուսնալուծվել, նա բացատրեց, որ դա տեղի է ունեցել նրանց սրտի կարծրության պատճառով։ Ամուսնալուծությունը հաճախ սրտի կարծրության արդյունք է, երբ զուգընկերներից մեկը դառնում է համառ անզգա ու հպարտ, քանի որ այսպիսի բնավորության գծերով հնարավոր չէ ամուր ամուսնություն կառուցել։ Ահա սրտի կարծրության հիմնական նշանները։ Անհաղորդակցություն, երբ ամուսինները ընդհանրապես դադարում են շփվել։ Անտարբերություն և սառնություն, այսինքն զգացմունքային օտարացում։ Համառություն և հպարտություն, երբ զուգընկերներից մեկը հրաժարվում է փոխզիջման գնալ կամ ընդունել, որ սխալվել է։ Մշտական քննադատություն, ծաղր և արհամարհական վերաբերմունք կարող են ընտանիքում ստեղծել թունավոր անառողջ մթնոլորտ։ Սրտի կարծրությունը հաճախ հանգեցնում է ամուսնական անհավատարմության, քանի որ զգացմունքային օտարացումը և հարաբերություններում ջերմության բացակայությունը կարող են մեկին դրդել կողքից մտերմություն փնտրելու։ Եթե ցանկանում եք ամուր ամուսնություն ունենալ, թույլ մի տվեք, որ ձեր սիրտը կարծրանա։